Բարի լույս, բարի առավոտ, սիրելի բարեկամներ, ողջունում ենք ձեզ մեր Տեր Հիսուսի անունով։ Փառք Տիրոջ այս հրաշալի չքնախ օրվա համար եւ դուրսնել արևը, կարոտում ենք արևը։ Եկեք խոստովանենք։ Ինչևից ամեն եղանակ իր լավ կողմեր ունի։ Գարնան առաջին հաղորդումն է, Օբրամ ջան։ Գարնան առաջին հաղորդում, այո, շնորհավորում ենք։ Գարնանամուտը, այսպես ասած, հա։ Գարնանամուտը շնորհավորում ենք եւ ուրախ ենք, որ գարունը վերջապես եկավ։ Բացում ենք, այսպես ասած, բացում ենք անուն գարնանային, Աստծո խոսքով, իսկ դա հրաշալի է։ Իհարկե դա սկսվեց երեկվանից, որտեղ ամսի 1-ը 3 էր, Կիրակի օրը եւ բոլորս պաշտամունքի էին։ Այո։ Փառք Տիրոջը։ Այսօրվա մեր հյուրն է մեր սիրելի Վարդան Գևորգյան եղբայրը, նա էլ Բեթել եկեղեցու հովի օգնական հովիվ է, նա եղել է մեզ մոտ քանի անգամներ եւ այսօր նորից առիթ ունենք, շնորհակալ ենք Վարդան եղբայր, որ եկար եւ մեզ հետ ես։ Ես եմ շնորհակալ Աբրահամ եղբայր։ Իմ համար շատ պատիվ է, մեծ պատիվ է լինել այստեղ, լինել քրիստոնյա հանրության հետ, ովքեր սիրում են լսել Աստծո խոսք առավոտ կանուխ եւ նոր գարուն, նոր խոսքով, նոր ուժերով։ Այո։ Վստահ եմ, որ խոսքը, որով կիսվելու եմ, բավականին արթնացնող, զորացնող, ուժ տվող խոսքա մոտիվացնող, որտեղ այո, մենք սրա կարիքը ժամանակ ունենում ենք։ Դավիթն ասում էր առավոտ կանուխ քեզ կփնտրեմ Տեր։ Այնպես որ Երանի նրան, ով առավոտվանից արդեն Տիրոջ հետ է, եւ իր օրը սկսում է Տիրոջ հետ, իր գարունը սկսում է Տիրոջ հետ, նոր գարուն մի խոսքով։ Շատ անգամ ինձ երբեմն ասում են այսպիսի խոսք, որ Աբրահամ եղբայր, լավ կլինի, որ երեկոյան լինի հաղորդումը, որովհետեւ ավելի շատ դիտողներ կունենաս։ Ես համաձայն չեմ իրականության մեջ եւ զգում եմ, որ իմ Տեր իմ սրտում դրել է, որ առավոտյան լինի, որովհետեւ առավոտ թարմ է միտքը, ուղեղդ նոր արթնացել ես եւ մի հատ sense վերականգնվելու այդ թարմ ուժերդ ուղղորդելու կարելի ասել, օրը սկսելու Տիրոջով, մուտքը օրվա Աստծո խոսքով, որը ապահովում է մեր վերջը, կարելի ասել, կամ գիշերը։ Մեր Տեր Հիսուսը ուներ այդ սովորությունը, գրված է դեռ արևը չծագած, մարդիկ զարթնում են եւ իրան չէին գտնում, եկել տեսնում էին լեռան վրա հաղորդելուց։ Նա հոր այդ կենթանի հաղորդակցության մեջ էր եւ առավոտվանից սկսած արդեն ստանում էր այն ծրագիրը, այն պլանը, ինչի համար ինքը եկել է աշխարհի վրա, երկրի վրա դա իրականացնել ունես, որ դա բիբլիական օրինակ է, առավոտվանից փոխել Տիրոջը, լինել նրա հետ, լցվել նրան։ Եվ առասարակ ցանկացած հավատացյալ մարդ, ով առավոտվանից լցվում է Տիրոջով, ես վստահ եմ, որ իր օրը ի տարբերություն այն օրերի, որ լցված չի, ավելի ուժեղ է գնում, որովհետև եթե դու առավոտ Սուրբ Հոգով լցվես, Աստծո խոսքով լցվես, քո նոր արարած մարդու դրսևորումով դուրս գաս, նոր արարածի դիրքով դուրս գաս, նորը, նորը, իսկ երբեմն պետք է մեզ դա հիշացնել, հաստատ օրդ ավելի ճիշտ կգնա, մոտեցումդ, վերաբերմունքդ շրջապատիդ հետ, փոխհարաբերությունդ մարդկանց հետ հաստատ ավելի կլինի քաղցր, Սուրբ Հոգու պտուղներից բխած, քան այն օրերը, որ երբեմն զարթնում ենք, ժամանակ չկա, ուշը այսօրվա աշխարհի Երուսաղեմը մեզ դրել է մի հատ ընթացքի մեջ, մի հատ գետի մեջ, որ մանավանդ աշխատանք, ընտանիք, ծառայություն, եկեղեցի, որ հետո հոգնած գալիս ես տուն։ Այո, հոգնած գալիս ես ու մտածբաղ երբեմն չես հասցնում առավոտը նորից լիցքավորվել Տիրոջով, ու հետո այն օրը, որ ստացվում է տարբերությունը նայում ես տեսնում ես իզուր չէր մեր Տերը առավոտ շուտ զարթնում գնում հոր հետ փոխհարաբերության մեջ մտնում, զարթնում գնում, ստանում այն ինչի համար ինքը եկել է այս աշխարհ եւ դրա համար կարանք ասենք, որ մեր Տեր Հիսուսը հաջողվավ կատարել։ Դավիթն էլ բազմաթիվ տեղեր ունի առավոտի մասին։ Այո։ Ասում առավոտ կանուխ քեզ եմ փնտրում, չէ՞, շատ տեղեր կա։ Այնպես որ առավոտը սա առանձին կարելի է խոսալ։ Եվ նոր գարունը սալարի առանձին թեմաներ են։ Անցնենք այսօրվա թեմային Քրիստոսում նոր ստեղծված, շատ կարևոր թեմա է եւ
այսպես ասած վերստին ծնված քրիստոնյաների մասին ասա եւ անկեղծ ասեմ շատերը գուցե չպատկերացնեն ինչի մասին է խոսքը լսեն բայց չպատկերացնեն մաքսիմալ հնարավորինս բայց ինքը արմատական այսպես հիմնային հարցը որ մանավանդ վերստին ծնվածի կյանքում սա պետքա առաջին տեղում լինի նոր հետո մնացածն ինչպես Հիսուս ասեց նորի մասին եթե թույլ տաս մի կարճ մի բան ասեմ հետո խոսքը քեզ կհանձնեմ եղբայրս մարդը իր բնությամբ Աստված այդպես է ստեղծել որ սիրում է նոր բաներ միշտ ինքը երբ որ նոր բան չկա ձանձրույթ է գալի մարդ պատկերացնես միշտ անհետ նոր բաներ հա էլի միշտ այդ փնտրտուկը եւ դա ես չգիտեմ գուցե դեմ լինեն վարդապետները բայց ես դա կապում եմ հոգու հետ հոգին է մարդու մեջ որ մոտիվացնում է նոր բաների չնայած մարդը որ դեռ չի հանդիպել Տիրոջը նա ուզում է այդ նոր բանը լցնի ցաղային այսպես ասած հարցը բավարարի այդ հագեցնի այո բայց երբ որ հանկարծ հանդիպում է Տիրոջը իսկականին որը միշտ անդադար հագեցնում եւ այդ նորը որ կա հավիտենական իմաստ ունի ամեն այդ իմաստով եւ ուզում եմ այս մի փոքրիկ բանաձև այստեղ եթե թույլ տաս քրիստոնյան վերստին ծնվածը հասկանում է որ պետք է հասկանա ավելի շուտ եւ սա հասունության ցույցատալի իր հասունության մասին նա պետք է հասկանա որ ոչ թե նոր բաներ պետք է ձեռք բերի այն նորը դառնա սրանք տարբեր բաներ են այո խոսքը քեզ շնորհակալություն ես եմ շնորհակալ համբերությամբ սիրո եւ իրականում այո նայում ենք մեր քրիստոնյա հանրությանը, բազմությանը, ժողովրդին շփվում ենք մարդկանց հետ եւ երբեմն առերեսում ենք այն վիճակների հետ, որ քո ասացի պես իրան շնորհվել է լինել նորը, մենք այսօր այդ տեսակավորումը կանենք, այդ տեսակներից խոսանք, բայց իր ապրելակերպը, իր մտածելակերպը, վարվելակերպը, իր խոսացած, իր պահելաձևը ոչ մի բան ցույց չի տալիս, թե ինքը ասոցացնում է իրան նորի հետ։ Պատմությունը, եթե ծննդոցից գանք, ապա մենք տեսնում ենք, որ առաջին ծննդոց 1:31-ում առաջին գլխում էր որ Աստված արարչագործությունը անում է 6 օրվա մեջ, ամենավերջին համարում գրված ասում է Աստված տեսավ եւ ամեն բան ահա շատ բարի էր։ Եվ իրականում իր ստեղծագործությունը կատարյալ էր, մենք տեսնում ենք, հավատում ենք եւ մարդը դրված էր կենտրոնում, մարդը դրված էր գլխավոր, դրված էր իշխող, սրա մասին շատ է խոսացվում։ Սա Ադամի դիրքն էր, սա Աստծո ստեղծած մարդու դիրքն էր։ Աստված ուզում է մեզ տեսնի այդ դիրքում, որովհետեւ Աստված թույլ տկար, պարտված, խեղճուկրակ ինչ որ արարչագործություն չի արել իրականում։ Ապա հավատում ես որ կատարյալ էր Աստծո ստեղծագործությունը, իշխող իդեալական էր, անթերի էր, այո։ Պլան B չկա։ Չկար պլան B, այո։ Եվ այդ ժամանակ պատմությունը գիտենք չեմ անդրանում, որ անօրենը խաբեությամբ հակառակորդը նույն ինքը սատանան խաբեությամբ խլեց, կարելի ասել, Ադամից այդ իշխանությունը եւ այն իշխանությունը, որը հիմա ինքը ունի, որի համար Եփեսացիների մեջ ասում է, որ նա օդի իշխանն է, որ ասում է օդի իշխանության իշխանի պես, այն ոգու պես, որ հիմա ներգործում է ապստամբության որդիների մեջ, որոնց մեջ մենք ամենքս մի ժամանակման էին գալիս մարմնի մտքի ցանկությունները, մարմնի կամքը կատարելով բնության բարկության որդիներ էինք, իրար ատող էինք մյուս տեղն ասում, մի խոսքով մենք ստացվում է իտոգում Ադամից ժառանգեցինք մի բնույթ, որը ամբոստ է, որը ապստամբ է, որովհետև մի բնույթ ժառանգեցինք, մի դիրք ունեցանք, որը Ադամի անկում ապրած դիրքն է։ Եվ շարունակվում այդ գենը։ Եվ այդ գենը շարունակվելով հասավ մինչև մեզ, ինձնից հետո իմ երեխեքին։ Ու սենց այդ գենը շարունակվում է, ադամական բնույթի գենը շարունակվում է, սա անկում ապրած ընկած մարդու գենն է, ընկած մարդու դիրքն է։ Եվ անմիջապես արդեն 6-րդ գլխի մեջ տեսնում ենք 5-րդ համարում ծննդոցի Տերն ասում է, որ եւ Աստված տեսավ, որ շատացել է մարդկության չարությունը երկրի վրա եւ նրանց սրտի խորհուրդների բոլոր գաղափարները չար էին ամեն օր։ Այսինքն մի հատ իրավիճակ ստեղծվեց, որ այդ մարդիկ ինչ անում էին, այն որ Տերը սկզբից տեսել էր, որ ահա ամեն բան շատ բարի է, այդ բարին չկա։ Մարդիկ թաթախված չարության մեջ, մեղքի մեջ,
Այնտեղ 6-րդ գլխի սկզբում, որ արդեն այդ գլխում Տերը որոշում է Նոյի միջոցով արդեն առանձնացնի մի նոր ժողովուրդ, որոնք որ ավելի մեկուսիկ կլինեն, որտեղ արդարը գրված է Նոյի հերը Նոյի անունը դրեց Նոյ ու ասեց մարգարացը, որ նրա ժամանակ հանգստություն կգտնեն եւ շնորհ կգտնեն եւ Տերը կարծես թե այդ խառնի ճաղանջ ծանր այդ մեղքերով թաթախված ժամանակաշրջանից առանձնացրեց Նոյին, որ իրանով գոնե իր արարած մարդը հանգստություն կարողանա գտնի, բայց ամեն դեպքում այդ գենը տարածվեց, ու այդ գենը շարունակվեց, ու այդ անկում ապրած դիրքը տենց էլ գնաց եւ մոտ 4000 տարի պատմությունը գնաց եւ հետո մենք տեսնում ենք, որ գալիս է Вообще Աստծո առաջագործությունից հետո, որ Աստված ինչ որ մի բան արարի, մենք չենք տեսնում էլ Հրաշքներ փոքր եղել են, չեղածը կարում է եղածի պես անի, բայց ինչ որ նոր ստեղծված նոր տեսակ մենք էլ չենք տեսնում, մինչև գալիս է մեր Տեր Հիսուսը։ Եվ մենք տեսնում ենք արդեն ավետարաններում այդ 4000 տարիների պատմության մեջ Աստված արել է ամեն բան Աբրահամ ջան, որ ակսորված իրանից ակսորված չմնա, անկում ապրած մարդուն, այնտեղ կենդանիներով խավություններ, օրենքներ, որտեղ ցույց էր տալիս Աստված իր արդար պահանջները, տարբերակներ, որպեսզի մարդը վերականգնվի, բայց միևնույնն է Այն ինչ որ ներսից փչացած էր, այդ ու այդ փչացածը մենք ժառանգել ենք Ադամից, դա ուրիշ ոչ մի ձև չէր կարա փոխարինվեր, փոխվեր եւ Ադամի համար մի տարբերակ կար, դա խաչն էր։ Դրա համար եթե նայում ենք մեր Տեր Հիսուսը որ եկավ երկրի վրա այն ժամանակաշրջան, որ մեր Տեր Հիսուսը եկավ, գրված է խավարի մեջ նստած ժողովուրդը լույս տեսավ եւ մահվան ստվերի մեջ բնակվողի վրա լույս ծագեց եւ այդ ժամանակվանից մեր Տերը սկսեց քարոզել եւ ասել ապաշխարեցեք երկնքի արքայությունը մոտեցել է պատկերացրեք Իսրայելի ժողովուրդը որ խոստմունքների տեր էր որ ուխտերի տեր էր եկավ հասավ մի ժամանակաշրջան որ ինքը երբ որ մեր Տեր Հիսուս եկավ մենք տեսնում ենք հազարավոր հիվանդներ դիվահարներ ծայրահեղ աղքատություն Իսրայելը արդեն սեփական պետությունը որպես այդպեսին չուներ Հռոմի կուսակալության տակ էր կայսրի իշխանության տակ էր այլ բառերով ասած իրանց ոչ մի բանը չունեին հոգևոր աշխարհում անկում ապրած նյութական աշխարհում ապրում ապրած եւ այս խավարի մահվան ստվերի մեջ գալիս է մեկը մեր Տեր Հիսուսը փառավոր ով այս աշխարհի տեսակից չի ես ուզում եմ որ այս տեսակավորումը մեր մոտ հստակ լինի որովհետեւ մենք այդ տեսակը ժառանգել ենք ամեն Եվ գալիս է մեր Տեր Հիսուսը եւ մենք տեսնում ենք իրան մի տեսակ, որ լույս է տալիս խավարի մեջ, որ դիվական աշխարհը վախեցած է իրանից, սարսափած է իրանից, որ եկավ ու ամբողջ խավարի իշխանությունը, որ այդ ժամանակ կար, իր վրա ոչ մի ներգործություն չկարողացավ ունենալ եւ ինքը բացի այն որ կողկրտում էր դուրս էր շփորտում խավարի իշխանությունը, հավաքեց իր կողքը միջավայր աշակերտներ, ում ինքը ցույց տվեց, որ նա Աստծո նոր ստեղծած տեսակ Եվ սա շատ կարևոր է, որ մենք տեսնենք, որ Հիսուսի տեսակը ի տարբերություն մնացած բոլոր տեսակների, սա տարբերվող տեսակ էր, սա յուրահատուկ տեսակ էր։ Եվ այն, որ այն այո, ահա Աստված տեսա, որ ահա ամեն բան շատ բարի էր ու հետո էլ այդ բարին չկար, մի քանի հազարամյակ հետո մենք տեսնում ենք երկինքը բացված էր, որ Սուրբ Հոգին իջնում է Հիսուսի վրա, եւ ինքը Աստված ասում է. ահա այն որդին, որի վրա իմ բարեհաճությունն է։ Եվ եթե Աստված Ադամին ակնկալելով Աբրահամ ջան Ադամին արելով ակնկալում էր որ Ադամը կապրի իր բարեհաճության մեջ, մենք տեսնում ենք կար ժամանակ հետո ոչ Ադամը ապրեց, ոչ էլ Ադամի սերունդը ապրեց, եկավ նոր տեսակով արարված մեկը, Հիսուս արարված չի, ինքը ծնված է, մենք ենք տենց տեսնում նոր մեր համար ստեղծված մի նոր տեսակ ենք տեսնում մեր համար ստեղծված հավիտենական Տերը որ մարդկային մարմին հագավ եկավ այս աշխարհ հոժարվեց մահվան եւ այն էլ խաչի մահվան Ֆիլիպպեսներում ասում դրա համար Աստված նրան բարձր անուն շնորհեց որ վերը ամեն անբանվող անուններից այս մեր Տեր Հիսուսին տեսնում ենք նոր դիրքի մեջ մարդ ով ուրիշ դիրքի մեջ է որ ոչ մեկ երբևէ իրանից առաջ այդ դիրքը չի ունեցել ուրիշ թագավորությունից այս մարդու паспорտը ուրիշ паспорт անդե գրած է քաղաքացի երկնքի արքայության իր ապրելակերպը իր մտածելակերպը իր ոչ մի բան այս աշխարհի հետ ստանդարտները չէր բռնում նրա ստանդարտները ուրիշ էր ամեն նրա ստանդարտները ուրիշ է եւ մոտենում են կար այդ ժամանակ հայտնի Հովանեսը ում իհարկե Տերը պատվելով բարձրացրեց նա կանանց ծնածներից ամենամեծն է մարգարե է եղեի հոգով եկողը եւ այս Հովանեսի աշակերտները մոտենում են Հիսուսին ու ասում են վարդապետ ինչի՞ է որ մենք եւ փարիսեցիները ծոմ ենք պահում շատ ժամանակ բայց քո աշակերտները ծոմ չեն պահում
ու ին բարերով ասած Տերն ասում է, գիտեք, դուք հենց հին թթխմորն եք, հին տեսակն եք, դուք ձերով Հերովդեսյանները նրանցով, փարիսեցիները նրանցով, այդ ամեն ինչը հին է, ես նորն եմ բերել, որպեսզի նոր գինին, որպեսզի նոր տիկը կարանա նոր գինին պարունակին, ապա նոր տիկ լինի։ Ես բերել եմ նոր գինին, հինը չի կարա տանի։ Այն ինչ ես բերել եմ, սա նորն է։ Նոր արարվածը, նոր դիրքը բերեց նորի օրինակը, եւ մենք չենք կարա լինենք համ հին, համ նոր, տենց չի լինում։ Իսուսը պարզ ասում է, այդ տիկը կպատրվի, այդ լաթը կպատրվի, տիկը կպայթի չի կարա պարունակի։ Դրա համար ես եմ նորը, ես եմ ճիշտը, ես եմ ճանապարհը, կյանքը, հարությունը։ Ամեն։ Եվ մենք իր ապրելակերպի մեջ տեսնում ենք այն, որ ոչ միայն ինքը այդ իշխանությամբ խավարի մեջ ման էր գալիս կողքրտելով, լուսավորելով, այլ նաև իրան հավատացող բազմությանը կանչեց 72-ին, նրանց նույնպես տվեց իշխանություն։ Այս իշխանությունը տվեցի ձեզ կողքել օձերի, կարիճների եւ թշնամու բոլոր զորության վրա, խոստանալով, որ ձեզ ոչինչ չի վնաս, եւ գնացին այդ աշակերտները եւ այդ ամենը անելով եկան ասին, «Վաու, Տեր, քո արածն աշխատում է, քո տված իշխանությունն աշխատում է։ Մենք տեսանք քո անվան զորությունը, թե ինչպես են դևերը սարսափարը փախնում»։ Ես դիվաբանությունից չեմ խոսում, գալու եմ նոր արածի միևնույնը։ Բայց այդտեղ մի հատ էլ հարց տալի, ասում եմ, մի ուրախացեք դրա համար։ Այլ որ ձեր անունները գրված են։ Տարբեր տես ընդհանրապես ուրախությունը ուղիղ կապ ունի նաև նորության հետ։ Այո, նոր բան է։ Նոր բան է, բայց ուշադրությունը տերը տեղն է։ Շեշտ ուրիշի վրա, ուրիշ բանի վրա է դնում։ Այո, այո։ Այսինքն կարա լինի հրաշքներ, նշաններ, չգիտեմ, գերբնական երևույթներ, բայց դա չի պիտի լինի մեզ համար նոր։ Դա հետևանքը։ Դա ուրախության աղբյուրը դա չի։ Կարելի ասել։ Ուրախության աղբյուրը Տեր Հիսուսն է, իսկ այն ինչ որի հետևանքը դա է։ Սա շատ հետևանքը եւ պատճառը չխառնենք։ Միանշանակ։ Եվ ուզում եմ շարունակելով նորից ասեմ, որ այս տեսակը, որի մենք տեսնում ենք, այն դիրքը, որը մենք Հիսուսի մեջ տեսնում ենք, ինքը մենակ իր համար չէր։ Ինքը նաև իրան հավատացող իր բազմության համար։ Միանշանակ։ Որտեւ եթե մենակ իր համար լիներ, մենք Աստվածաշունչը կկարդայինք։ Ինչ-որ զարմացներ, չէ, իր դիրքով։ Հենց դա, այո, մենք Աստվածաշունչը կկարդայինք որպես մի հատ ինչ-որ պատմական գիրք, կհիանայինք մեր պատմական հերոսով, ով եկավ 2000 տարի, գիտեք ինչ էր արեց։ Ու այդ ժամանակ ինչ-որ հարց կար։ Որը երբեմն դրսևորվում է մեր մեջ։ Ցավոք, այո։ Պատմական փաստեր։ Այո, ավելի շատ չէ։ Մեր հետ կապ չունի, բայց եղել է, հավատում։ Դեր հավատում ենք, որ եղել է, ու դրա անունը դնում են հավատք։ Այո։ Բայց դա ավելի շատ պատմական գիտելիք է։ Այո։ Եվ եթե Տերը չշնորհեր դա իրան հավատացողներին, ապա Աստվածաշունչը կդառնա մի պատմական գիրք, մի հրաշալի հերոսի մասին, ում մասին կկարդային, կհիանային, կտեսնեին, այս ինչ լավն է հերոսը, ու կփակեր գիրքը, որովհետև Իտոգում ստացվում է, հա, բայց քեզ ինչ է, հերոսը։ Ոչինչ որ ընդհանրապես։ Գիտես դա վատ չի մի ձևով։ Որովհետև նայ, երբ որ օրինակ բերենք ֆուտբոլը։ Ֆուտբոլը կան դիտողներ եւ շատ ուժեղ երկրպագուներ, որ բաց չեն թողում, բայց կան նաև խաղի մեջ մտածներ, որ խաղի մեջ է։ Հիմա ես որպես կամ մենք որպես քրիստոնյա կամ դիտորդ ենք, որ բալետ ենք անում, կամ խաղի մեջ ենք։ Այս սա շատ կարևոր է զանազանելը։ Կներես, բայց այո, շատ ճիշտ օրինակ էր։ Եվ իմ ասածը հենց դա է։ Դու խաղի մեջ ես, թե դիտորդ ես։ Թե ուղղակի կողքի դիտորդ ես։ Դու հիանում ես նրանով ինչ արել ինքը, թե դու հավատքով վերցնում ես, որ դա քեզ հասանելի է։ Դու այդ պրոյեկտի մեջ ես, այդ խաղի մեջ ես։ Ես ուզում եմ մի քիչ առաջ գնանք ու հասնենք այդ պրոյեկտին։ Շատ կարևոր է։ Սա ամենակարևոր պահը, որովհետև եթե Աստված չիրականացներ, մենք տեսնում ենք շնորհքի ավետարան։ Մենք չենք տեսնում վարքի ավետարան, չենք տեսնում խաչի ավետարան, մենք տեսնում ենք խաչը շնորհքի ավետարանի մաս կարևորագույն, որովհետև ինձ չէր շնորհվի արդարությունը, փրկությունը, թե Քրիստոսի խաչը չլիներ։ Բայց մենք չենք խաչի քարոզչության մասին խոսում է։ Այո, խոսքը խաչի քարոզչության մասն է, բայց ավետարանը բարի լուրը, որի մեջ մաս է կազմում խաչը, ինքը ընդհանուր նրա մասին է, որ ինքը ավելի մեծ է։ Իր շնորհքը դրսևորվեց խաչի միջոցով։ Կարող ենք այդպես ասել։ Այո, եւ ամեն Աստծո գերագույն սիրո արտահայտությունը Քրիստոսի խաչն էր իմ համար, որով դրսևորվեց շնորհքը, վերցրեցինք այդ շնորհքը։ Մենք ընկալեցինք, ավելի լավ բառ է սա։ Այո, ընկալել, որովհետև ոչ միայն գիտակցաբար, այլ նաև դու
հոգով դա վերցնում ես ու դա քոն է լինում, դա քեզանում հետո պտուղ է տալիս, դա տեսնում ես։ Իդեպ մի քիչ կողքից ասեմ, որ այս խաչի քարոզության թեման եմ ուզում շեշտեմ, որովհետև շատ-շատերը որ խաչն առած Քրիստոսի հետևից մենք խաչը վերցել ենք Քրիստոսի հետևից սենց գնում ենք, ես նայում եմ տորում եմ ու աղոթում եմ ավետարանի մեջ ես չեմ տեսնում որ կարացավ մեկը խաչը առած Հիսուսի հետևից գնա։ Տերը իր աշակերտների բազմությանը Աբրահամ ջան ասեց ով ուզում է իմ հետևից գալ թող վերցնի իր խաչը թող իր անձը ուրանա դա շատ կարևոր է կներես վստահ եմ որ դու չէիր մոռացել թող իր անձը ուրանա խաչը վերցնի միտեղ ասում ամեն օր գա իմ հետևից Եվ մենք տեսնում ենք այդ բազմության ովքեր հոժարվեցին այտենց գնալ Հիսուսի հետևից, որովհետև Ղուկաս 14-ում այնքան շում գրված, որտեղ որ գրված է Տերը ասում է շրջվեց դեպի բազմությունը, որտեղ իրան մեծ բազմություն էր հետևում։ Ու բոլորին այդ խոսքերը ասեց. ով ուզում է իմ հետևից գալ, թող իր անձը ուրանա, վերցնի իր խաչը եւ գա իմ հետևից։ Եվ մենք տեսնում ենք որ շատերը հոժարվեցին։ Պետրոս անգամ ասեց Տեր քո հետ մինչև մեռնելու էլ կգամ։ Բայց մենք տեսանք որ խաչը վերցած իրանք մինչև ուր կարացան գնալ։ Իրանք եկան մինչև Գեթսեմանի պարտեզ։ Երբ որ Հուդան զորագունդը բերեց, մենք տեսնում ենք մենակ կանգնած Հիսուսին, իսկ մնացածին իրանց խաչերը թողած ու փախած։ Ես պատկերը սենց եմ տեսնում։ Եվ այլ բառերով ասած, այն խաչը, որը որ դուք կարեիք իմ հետ գայիք, դուք փաստորեն չկարացաք ել։ Մարդ արարած, դու չկարացար խաչը վերցնես իմ հետևից գաս։ Տեր Հիսուսը մտնում է Պիղատոսի պալատ, ամբողջ գիշեր, հետո հաջորդ օրը ամբողջ օրը իր դատն է լինում։ Պիղատոսը փորձում է արդարացնել չգտնելով նրա վրա ինչ-որ մի բան։ Վերջում որ ժողովուրդը պահանջում էր խաչիր դրան, նա հանձնում է զինվորներին, նրանք շեպը սակ են դնում, կարմիր ծիրաններ են հագցնում, անարգում են մեր Տիրոջը, թքում են նրա վրա, ծեծում են, արնակամ եւ այդպես Հովհաննեսը մենակ ի տարբերություն մնացած ավետարանիչների մի հատ բան է շեշտում։ Եվ երբ որ տարան խաչելու Տեր Հիսուսը իր խաչը վերցրած դուրս եկավ։ Եվ ես կարամ ստեղ ասեմ որ Եթե ես կարանայի Հիսուսի հետևից իմ խաչը տանելով գնալ եւ հասնել Հիսուսին, Աբրահամ ջան, նոր բան եմ ասում։ Ինչ որտեղ ես իմ կյանքում միշտ կասեի, բայց ես էլ իմ խաչը վերցրեցի։ Ես էլ իմ խաչը կրեցի։ Բայց պատմությունը ցույց է տալիս, որ ոչ մեկ չկարացավ։ Բոլորը թողեցին ու փախան, իսկ Հիսուսը խաչը վերցրեց։ Խաչը այս աշխարհի խաչը նախ թագավորության մեջ է դա։ Պիղատոսի ոնց որ պալատի մեջ էր։ Կարծես թե փրկության ճանապարհը, որը խաչի միջոցով այս աշխարհի թագավորության մեջ թաքնված էր։ Մեր Տեր Հիսուս աշխարհի թագավորությունից հանեց խաչը, տարավ Գողգոթա, ինքը հոժարվեց իմ քո ամբողջ աշխարհի մարդկության փրկության համար։ Խաչը բարձրանալ, իմ քո եւ ամբողջ աշխարհի մարդկության մեղքի պատիժը վերցնել իր վրա, այն արգելքը, որ մարդ եւ Աստված բաժանել էր, վերացնել իր խաչի վրով Կողոսացիներում շատ սիրուն ասում։ Խաչափայտով ու իր թափած արյունով այդ արգելքը վերացնել, որպեսզի ես եւ դու իր խաչի շնորհիվ կարողանանք արժանալ հավիտենական Աստծուն։ Ամեն։ Ամեն։ Ստե մի հարց եմ ուզում բարձրացնել, ավելի բարձ լինի, ես հասկացա ինչ ես ասում։ Միտքս ձևակերպեմ այսպես նայեք մենք երբ որ ասում ենք Քրիստոսի նման լինել ինչ ենք պատկերացնում ինչ է նշանակում Քրիստոսի նման լինել ինչ ասոցացվում մեր մեջ հա ինչ նկատի ունենք դրա տակ հա օրինակ սուրբ անմեղ մեղք չգործել սա էլ է մտնում Հիսուսի նման անմեղ լինել Հիսուսի նման լինել բժշկող հա հիվանդներին բժշկող լավ բան է չէ դևերին հանող էլ ինչ մեռածներին կենթանացնող պատասխանը շշող կներես զորավոր պատասխան որ խաղ չկար այդ էլ ունենամ այսինքն նմանության մասին է խոսքը բայց կա մի խորքային իմաստ նմանվել Քրիստոսին հարցել կա սրա մեջ ինչ որ ես ուզում եմ ասել այ Տերը դա չասեց օրինակ չասեց եկեք ինձ նմանվեք որ ես այսպիսի բաներ եմ անում մեկ խոսք ասեց որ ես հեզ եմ ուսատով խոնար միթե սա խաչի ճանապարհ չի այո խաչի ճանապարհը որ մենք պետք է անցնենք երկրորդ բանը Տերը խոսած մահվան մասին ասեց ցորենի հատը պիտի մեռնի սա իր աշակերտներին էր սովորացնում սա ոնց ասեմ աքսիոմա է խաչը վերցնելու բանաձևը պիտի
ասեց հատիկը պիտի մեռնի, որպեսի պտուղ բերի ու շատ պտուղ բերի, չէ՞։ Միթե սա նմանվելը չի Քրիստոսին։ Միթե սա խաչը վերցնելը չի։ Կներես հարցս այսպես Հռոմեացիների 6:6-ն ասում է Պողոս Առաքյալը։ Սա իմանալով, որ մեր հին մարդը նրա հետ խաչվեց, որ մեղքի մարմինը խափանվի, որ այլևս չծառայենք մեղքին։ Իտո այդ Գաղատացիներում ասում են նրանք, որ Քրիստոսին իրենց մարմինները խաչը հանեցին, կրքերով ու մեղքերով հանդերձ, Այս խաչելության process-ը ես հասկանում եմ ինչ նկատի ունես եւ հասկանում եմ նրանք որ խաչը վերցնել Քրիստոսի հետևից գնալ անձը ուրանալ մեռնել ես հասկանում ես ամեն ինչը ինչ լավ իմաստով են ասում բայց երբ որ իմ Տերը արդեն արել է դա իմ համար եւ ես ընդունում եմ նրա շնորհի ընկալումը որ դա արվել է իմ համար ես ասոցացնում եմ ինձ խաչված իր հետ Սա իմանալը, որ մեր հին մարդը նրա հետ խաչվեց, Քրիստոսի խաչի հետ եմ ես ասոցացնում, իմ հին բնույթը, իմ հին մարդը, և նոր արածում, որ մենք կարդում ենք, էլի շատ տեղերում ենք այսօր կարդալու եմ, որ ասում է, որ հանեք ձեզանից հինը, սա նույնպես այդ առաջվանը, հին սիստեմը, ադամականը, այդ իմաստով իմը խաչելու իմաստն է ասում, կարծես ես էլ եմ խաչում, բայց գլոբալ առումով ես միանում եմ Քրիստոսի իմ հետ խաչված Աբրահամ ջան բայց նայ ոչ միայն ասոցացվել բառը ես շատ իմաստախորքային չեմ անեք նմանացնել բանը երբ որ ասում եմ ասոցացնել ոչ թե պատկերացնել կամ նկարագիր ունենալ այլ փորձառաբար կամ շոշափելի ձևով քո կյանքիդ մեջ դա պետքա նկատես որ քո մեջ արժե համակարգա փոխվում սենց ասած դա հենց խաչի արդյունքն է այո դա այն է խաչվելու արդյունքն ինձ աշխարհիկ համակարգով էլ չես արժեքներով չես ապրում այո դա հենց այն է որ ես հավատում եմ որ Քրիստոսի հետ խաչվեցի իմ վերստին ծնունդով իմ հին ադամական բնույթը խաչը բարձրացավ Քրիստոսի հետ, որպեսզի մեղքի մարմինը խափանվի։ Եվ դա դու պիտի շոշափես, նկատես քո կյանքիդ մեջ։ Դա պիտի շոշափելի տեսնես, որովհետև վերստին ծնունդը ինքը աստվածաբանական գաղափարախոսություն չի։ Ինքը շոշափելի, ինքը պտուղները երևացող բավականին լուրջ վերապրում է։ Եվ եթե մարդը չի ունենում վերապրումը, ապա իր համար այդ ամեն ինչը մնում է ուղղակի գաղափարախոսական ինչ որ գաղափար, ինչ որ հասկացողություն դավանաբանություն, այո, մենք շատ բարդ ենք խոսում Աբրահամ ջան, հասկանալ ենք։ Ես ուզում եմ ինչ եմ միջամտում, որ ավելի պարզ հասկանալի։ Դու լավ կիմանաս։ Չէ, խաչվելու այդ process-ը ինչպես է զգում քո մեջ, կարևոր է։ Եթե ես կարողանայի իմ խաչը վերցած գնայի Հիսուսի հետևից ու հասնեի Աստծուն, ինչ որտեղ եկեք անկեղծ լինեմ։ Հիսուսով Աստծո հետ հասնելու ես կասեի Հիսուսը ձևը ցույց տվեց ես խաչը վերցեցի եւ հասա իր նախ այդ խաչը ինչ է ապրես ինչ որտեղ իմ ֆակտորը կա հետաքրքիր է որ այս շնորհքի փրկության կոնտեքստի մեջ ոչ միտեղ մարդկային ֆակտորը չի կարա լինի չկա պետք է չի որ իմ ասածը սրա մասին է եւ խոսքը մենակ խաչի թեման չի եթե մեկը օրինակ հասկացա որ խոնարհությունն է Աստծուն հասնելու ճանապարհը եւ ինքը խոնարհություն կարացավ ինչ որ մակարդակի հասնի ու ջղաձգված sense կոնսերվատիվ պահպանողական եւ հասնի Աստծուն ինչ որտեղ ինքը ասել է ես հասա որովհետեւ ես սա չեղավ Աստծո այստեղ հենց այս խոսքը շատ կարեւոր է անձը ուրանալը դա մարդկային ֆակտոր չունի իր մեջ դա նոր վերստին ծնունդի արդյունք է կարելի ասել որը գերիշխում է մեր հին մարդուն հնին գերիշխում է ամեն հիմա գնում ենք այդտեղ հիմա գնանք այդտեղ սիրով Եփեսացիների 4:23-24 համարներն ասում է հիմա մենք Մինչև մեր զրույցը ինչքան խոսացի մոտավորը sense փորձեցի ցույց տալ Քրիստոսի դիրքը, Քրիստոսի նոր տեսակը, ժամանակը ունենք ժամ ունենք Քրիստոսի նոր տեսակը, Քրիստոսի նոր դիրքը տեսանք, որի վրա Աստված ասում ահա իմ որդին, որի վրա իմ բարեհաճությունն է, եւ այն բարին, որը դարերով չկար,
այո նրան լսեք մյուստեղ երկու վկայություն կար մյուստեղն էլ այլակերպության ժամանակ ասում ամպով գալիս է հայր ինքը ասում այն որդին նրան լսեցեք եւ էգզեմպլարը նա նոր տեսակի նոր արածի նոր դիրքի Աստծուն այդ դիրքի ամեն ապրածը գործածը արածը բարեհաճեցնում էր Աստծուն եւ այն որ Աստված ստեղծեց ու բարիներ ակնկալում չստացվեց այս տեսակի ամեն արածով Աստված բարեհաճություն ա վերապրում այլ բարով ասած Աստված հաճում է հաճենում է որն է դրա ճիշտ բառը դուրը գալիս է հաճույք է ստանում ստանդարտը է դա այո դուրը գալիս է հաճույք է ստանում Հիսուսի ասածով Հիսուսի ապրածով Հիսուսի շշմարածով հա քո ասած շշած տեղը դրածով երբեմն ու միևնույն ժամանակ իր կատարյալ հատկությունով հեզությունով եւ խոնարհությունով որ նոր արարածի հենց հիմնական հատկությունն է միանշանակ ամեն եւ այս նոր արարածի մասին ավետարանը սա այնքան կարեւոր է ու շատ երբեմն քիչ է խոսում որ եփեսացիներին ուղված նամակում գաղատացիներին կողոսացիներին կորինթացիներին գուցե դուք հիշեք ավելի էլի տեղեր տարբեր տեղերում նույն բանի մասին խոսում է հիմնական մենք հայտնի գիտենք 5:17 առաջին կորինթացիները որտեղ ասում է եթե մեկը Քրիստոսում է ոնց որ վերնագիրը դրեցինք նա նոր ստեղծված է Եփեսացիների 4:23-24-ում ասում է ձեր մտքի հոգով նորոգվեք եւ նոր մարդուն հագեք որ Աստծո պատկերի պես ստեղծված է ճշմարտության արդարությունով եւ սրբությունով տեսեք որ նոր արարված է որ վերստին ծնված մարդու այն հին ադամական բնույթի փոխարեն Աստված ծնում է որ մենք վերստին ծնվում ենք մենք նոր ստեղծված ենք դառնում մենք նոր արարված ենք դառնում նոր դիրք ենք ունենում համապատասխան ինչի համապատասխան Քրիստոսի դիրքի Ես այստեղ մի փոքր ուզում հատուկ շեշտ դնեմ արժե համակարգի վրա, որովհետև սա նկատում ես որտեղ արժե համակարգն է ամբողջ փոխվում նա միանշանակ Երբ որ մենք ասում ենք նոր մարդ կամ Քրիստոսի մեջ, դա արժե համակարգի մասն է, երկնային արժե համակարգ, որը ռադիկալ տարբերություն ունի աշխարհիկ արժե համակարգից։ Կարես էլ вообще նմանություն չունի։ Ընդհանրապես ոչ մի կապվածություն, ոչ մի բարակ թելով կապված չեն իրար։ Այո եւ ամեն։ Դրա եթե աշխարհինից ինչ որ բան լիներ լավը, ապա գուցե նորը գալու, նորը բերելու կարիք չուներ Աբրահամ ջան։ Դրա համար եկավ նորը, նոր տեսակը եւ խոսքը մեզ ասում է, որ մենք որ նրա հետ խաչ ելանք, մենք որ նրա հետ մեռանք, նրա հետ էլ հարություն պետք է առնենք։ Եվ վերստին ծնունդի իր խորհուրդը նա է, որ մենք ծնվում ենք նոր տեսակով Քրիստոսի տեսակի պես։ Քրիստոսի տեսակը իշխանության տեսակը, զորության տեսակը, նոր դիրքը, որից դիվական աշխարհն է սարսափում, դիրք ու տեսակը, որը լույս է տալիս խավարի մեջ, դիրք ու տեսակը, որը բնավորության հատկություններ ունի, որին այս աշխարհը կարոտ է, ծարավ է, վերաբերմունք ունի, որ այս աշխարհը չունի, եւ ցանկացած վերստին ծնված քրիստոնյա պետք է տեսնի իր մեջ դա։ Եթե մինչև այսօր դեռ չես տեսել, փորձիր, ոնց որ խոսքն է ասում, ձեր մտքի հոգով նորոգվեք, նորոգիր միտքդ համապատասխան Աստծո խոսքի, համապատասխան Քրիստոս ճանաչողության եւ միշտ ասա հավատքով այս խոսքերը։ Ես նոր արարած եմ Քրիստոսում եւ այն ինչ ես տեսնում եմ Հիսուսի մեջ, ասում եմ ինչպես որ նա էր այս աշխարհում այդպես էլ մենք ենք։ Ինչ տեսնում եմ Հիսուսի մեջ դա իմն է։ Ես այդպեսին եմ։ Խոսա քո վրա, հրճակի քո վրա, աշխատի քո վրա ինչ որտեղ մտածելակերպդ փոխի եւ կտեսնես որ քո վարքդ փոխվում է, որովհետեւ կտեսնես որ նոր արածի պտուղներ ա դրսևորում քեզանից, սեր, խաղաղություն, համբերություն, երկայնմտություն, հոգու պտուղը։ Ամեն, հոգու դա հոգին է։ Հոգին է եկել ինձ ոչ թե մենք ենք կազմակերպում, այլ հոգին պետք է դա մենք։ Հոգին եկել է ինձ վերստին ծնել է, դրել է նոր դիրքեր իշխանության մեջ եւ շատ կարճ ժամանակ հետո պետք չի տարիներ, երկար տարիներ, այդ պտուղները կարան ձևավորվեն։ Հիշում եք մի առակի մեջ այգեպանը այգու տիրոջ հետ մտնում են այգին եւ այգու տերը ասում է այս ծառը ինչի 3 տարի ապտուղ չի տալիս։ Կարելի ասել 3 տարի գոնե հետո պետք է այդ պտղաբերությունը լինի։ Եվ այգեպանը ստատիստիկա է։ Մոտավորապես, sense այդ առակից վերցնելով sense, բայց էլի ասում եմ դա չափանիշ չէ, որովհետեւ կարա մեկը շատ, օրինակ Պողոս Արաքյալը արագ մտավ ու հենց Քրիստոսի հետ հանդիպում ունեցավ, այսպես ասած, այո, պատրաստի կադրեր գամաղելի ոդկը մեծացած հին ու խոսքը կար մեջ։ Քրիստոսին սպասվող միանգամից ջոգեց որ հին ուխտի
Այո, ու գրված անմիջապես որ հանդիպելուց հետո Քրիստոսին հանդիպելուց հետո անմիջապես մտավ ժողովարան ու քարոզեց որ Քրիստոսը, Հիսուսը Քրիստոսն է, ինչ է սա նշանակում, որ Հիսուսը Նազարեթից եկած, այն Մեսիանը, Մաշիախն է, որին մենք միջև հիմա սպասում ենք, ես ճանաչեց, ու մի անգամից Տեր ասեց, հիշում ես, այո, Տեր, ինչ անեմ, ով ես դու Տեր, այո, եւ ինչ անեմ, սա շատ կարևոր թեմա է, ինչ անեմ, այո, աղոթքի թեմա է, ամեն, ուզում եմ ասել, որ մոռացա ինչ մասն է կներես չէ Քրիստոսի տեսակից ենք խոսում ամեն դեպքում որ Պողոս Արաքյալը շատ կարճ ժամանակում մտավ մեկն էլ կարա 3 տարի հետո մտնի բայց ոչ ավելի երկար որտեվ Այգեպանն այգու տիրոջն ասում է թող այս տարի էլ փխրեցնեմ պարտացնեմ չգիտեմ անեմ ամեն հնարավոր բաները իմ հասկանալով սա Սուրբ Հոգու խոսածն է որտեվ ինքը ունի այդ հատկությունը Տեր Այս տարել ես մարդու հետ աշխատանք տանեմ, ինչքանով բաց կլինի, ինչքանով տեղ կտա, ինչքանով թույլ կտա, ես իր այդ աշխատանք կտանեմ, որ եթե մի տարի հետո էլ պտուղ չտվեց, դե էլ ինչ անեմ, դու կգաս ու դու հարցը կլուծես, սենց է ստացվում։ Այնպես որ նոր արած ցանկացած մարդ Գոնը 3 տարի հետո մենք Տերը ակնկալում է մեզանից, չի պահանջում, բայց Տերը ակնկալում է, որ հոգու պտուղը, խաղաղությունը, սերը, ուրախությունը, երկայնմտությունը, համբերությունը, ժուժկալությունը, չգիտեմ մնացածը չեմ հիշում, հիմա 9 պտուղ գրված է, խնդություն, այո, արդարություն եւ էլի պտուղներ, քաղցրություն, պտուղներ կա որ գուցե գրած չի, բայց իրանք հոգուց հաստատ բարին են ու այն ինչ դրսևորվի հոգուց Աստծո բարեհաճությունը դրա վրա կա։ Դու նկատում ես, որ երկու տեսակ քրիստոնյաների այստեղ մի քիչ բաժանենք տեսակների, որ ավելի հասկանալի լինի։ Առաջին տեսակը, որ ամեն ջանք թափում է, մեղ չգործի, ջղաձգված, չգիտեմ, սաղորը, հանկարծ մի հատ սխալ թույլ չտա։ Ու դա կապում է ոնց ասեմ խաչը վերցած Քրիստոսի հետևից գնալու տարապանքը հետ կապում է խաչի հետ բայց երկրորդ տեսակը ինքը չի տարապում որ մեղ չգործի դա իր բնույթն է մենք դրա մասին ենք ինքը ջանք չի թափում որ մեղ չգործի իր բնույթը արդեն այդպեսին է այո ինքը սիրում է մեղ չգործել այո ինքը չի կարող մեղ չգործել ինքը ուրախ է որ մեղ չի կարող մեղ չգործել Հիսուսը կարող մեղ գործել իր բնույթի մեջ տենց բան չկա այդ շատ կարևոր դա պետքա զարգանա չէ մեր մեջ մենք վերստին ծնվում ենք ինչ որ ժամանակ հենց դա է նոր մարդու կերպարը այո ինչ որ ժամանակ թե ծառի օրինակով բերեմ թե այն օրինակով որ Պողոսն ասում է մարդու երեխան որ ժառանգորդն է քանի դեռ ապրես, քանի դեռ նա երեխա է որոշակի ժամանակաշրջանում ինչ որ ծառաներից չի տարբերվում։ Դա անել ասում, բալես մատ այս ջուրը բեր, դու էլ գնայսի արա այգում։ Խելոք մնա։ Ինչ որ ժամանակաշրջան, բայց իտոգում միևնույն է ժառանգը այդ երեխան է։ մեծանում է խոստմունքի Տերը ինքն է իրանա խոստացած ինքն է ժառանգորդը եւ դրա համար եթե այս պահին դեռ ամպագորգոր բաներ չես կարող անես մի նեղվի մնա Քրիստոսի մեջ եւ կար ժամանակ շարունակի մնալ Քրիստոս կարևորը Քրիստոսի մեջ մնալն է ամեն մնացած բաները կլինի կլուծվի որովհետեւ շեշտը ինչի վրա ենք դնում կներես այո որովհետեւ հենց Սուրբ Հոգին եկել է մեզ կյանք մեզ Քրիստոսին նմանացնելու համար եւ Այս նույն խոսքերի մեջ մենք կարդում ենք Կորինթացիներին 60 օրինակ Պողոս Արաքյալն ասում է Պարտական ենք ոչ թե մարմնի պես ապրելու Հռոմեացիներին ներողություն 8:12-ից Պարտական ենք ոչ թե մարմնի պես ապրելու ոչ թե մարմնին ճգնելու sense կոնսերվատիվ փակելու սահմանափակվելու ինքնադաստիարակությամբ զբաղվելու այո Չէ? Այո, որովհետև հին մարդին ուզում ենք դաստիարակ ենք։ Այո, հին մարդու համար մի հատ տարբերակ կա։ Դա խաչելության տարբերակներ, որի փոխարեն հենց Աստծո որդին եկավ մարդու որդու փոխարեն խաչվեց։ Իդեպ, չգիտեմ, լսել ես թե չէ, անունների մեջ ունենք Բարաբան հայրն է, Բարը որդին է։ Բարաբան, որը որ 3 խաչելության արարողություն կար Գողգոթայում այն ժամանակ երբ որ մեր Տերուսին տանան Պիղատոսի մոտ եւ այդ 3 խաչողներից մեջտեղի խաչը միշտ հարցն ասում մեջտեղի խաչում համար բոլորը ասում են Հիսուսի համար ասում եմ շտա Հիսուսի համար չէ իմ համար էր բայց ավելի կոնկրետ Բարաբայի համար էր կոնկրետ մեջտեղի խաչը որ այդ արարողությունը խաչելության պետք անեին Բարաբան պետքա խաչվեր եթե անունը թարգմանում եմ դառնում է
մարդկության ցեղի որդին պետք է խաչվեր, Բարաբան, Մարդու որդին, բայց նրա փոխարեն խաչվեց Աստծո որդին, բայց Հիսուսը իրան մարդու որդի էր ասում։ Հիսուսը իրան մարդու որդու, այո, որովհետև մարդկային որդու տեսքով պետքա խաչվեր, որովհետև միսուարունը պետքա խաչվեր, Աստված հոգիա չէր կարա առանց մարմին խաչվեր, բայց Աստծո որդին մարդկային որդու կերպարով եկավ մարդու որդու տեղը, մարդկության ցեղի որդու տեղը խաչվեց, որպեսզի եւ գրված է Բարաբան ազատ արձակվեց։ Սիրելիս, ես ու դու ազատվեցինք, որովհետև Աստծո որդին եկավ եւ խաչը բարձրացավ իմ ու քո փոխարեն։ Աստծո որդին խաչվեց մարդկության ցեղի Բարաբան ազատ։ Կարծեմ Հիսուսը այսպես ասում, մարդու որդին չեկավ, որ ինչ անի, այլ որ իրան ծառան, այլ որ ինքը ծառայի եւ կյանքը շատերի փոխանա որպես փրկանք։ Մարդու որդի է իրան։ Այո, մարդու որդին, այո։ Այսինքն Բարաբան ինքն էր մի ձևով։ Այո, ինքը Բարաբայի տեղը զամիստից այո, ինքը վերցրեց այդ տեղը։ Այո, եթե Բարաբան խաչվեր, Հիսուսը չխաչվեր, ես ու դու խավություն չէինք ունենա։ Եվ Բարաբան ազատ արձակվեց։ Ես այդ մարդու որդին ազատ արձակվեց։ Մարդկության ցեղը, հոր որդին, մարդկության ցեղի որդին ազատ արձակվեց։ Ես եւ դու սիրելիս այսօր ազատ ենք, որտեղ մեր փոխարեն Աստծո որդին հանձն առավ խաչը բարձրանալու։ Եբրայեցիների 10-րդ գլխի 5-րդ համարում մեջբերում անում Պողոս Արաքյալը 40 Սաղմոսից կարծեմ ու ասում ասենց մեծ երկխոսություն, որ զոհեր եւ ընծաներ չկամեցար, բայց ինձ համար մի մարմին պատրաստեցիր, եւ ես գնում եմ ինչպես գրքի տոմսում գրված է իմ համար քո ամբողջ կամքը կատարելու։ Եվ ո՞րն է Աստծո ամբողջ կամքը, որ ինքը զոհ լինի։ Հովհաննեսը տեսավ ասեց, ահա Աստծո գառը, որ ամբողջ աշխարհի մարդկության մեղքը կվերցնի։ Բայց մենք թեմայից մի քիչ շեղվեցինք։ Չէ, չենք շեղվել, թեմայի մեջ ենք, ես լուրջ, այսինքն դու ինչ որ համաներ բերում ես, հաստատում ես։ Այո, եւ ամեն։ Եվ այս նոր տեսակը եկավ, եւ մենք տեսանք այս նոր տեսակին Հիսուսի մեջ, եւ ավետարանը Պողոս Արաքյալը մեզ հորդորում է տարբեր տեղեր, ուրեմն եթե մեկը Քրիստոսումն է, նա նոր ստեղծված է, հները անցան ժողովուրդ, հները անցան, մեր խնդրեմը այն է, որ երբեմն հնի եւ նորի խառնուրդ քրիստոնեություն ենք ուզում ցույց տանք, որը չի աշխատում։ Հնից կարճած, նորն չենք ուզում։ Այո, նորը համատեղենք իրար հետ, փորձենք համատեղել։ Այո, չի ստացվում, չի լինում։ Պատրված կա տալիս։ Պատրված կտա, այո։ Ուզում եմ խոսամ Աբրահամից, Աբրահամ ջան, թույլ կտաս։ Ահա, սիրում եմ Աբրահամի թեման։ Պատմությունն ասում է, որ Աբրահամի այս չխառնվելու թեմանը։ Պատմությունն ասում է, որ Աբրահամը զավակ չուներ եւ շատ նեղված էր, ժառանգորդ չկար իրան։ Երբ որ Տեր իր այդ խոսում ասում է, Տեր, լավ է, այս Սիմոնդոցին էս Եղիազարն է ժառանգը սլնելու, էլի, հա, հասկացա, պետք է ազգերի, պետք է ինձանից պետք է սերունդ դուրս գա, բայց ախր ոնց էս Եղիազարը բան, եւ Աստված ասում է, չէ, ես քեզ խոստացել եմ, որ դու զավակ ես ունենալու եւ կայցել եմ կունենաս, բայց դրանից անցնում են տարիներ եւ Սարան իր ծառային Հագարին տալիս է կնության Աբրահամին, որպեսզի ասում է թողին ոտների մոտ ծնի, ես այդ երեխուն մեծացնեմ, սարքում են էլի, կազմակերպում են, սարքում են մարդկային, ես բարիշ եք, սարքում ենք մարդկային, շատ բաներ ենք սարքում մարդկային, չարխեր են գծում։ Այո, ոնց որ Աստված ասի, բայց մի րոպե սպասեք, ես ընդհանրապես այդ նկատի չունեմ, որ դու ժառանգորդ կլինես։ Դա իմ ասածը չի։ Որ քո սերունդը ժառանգորդ կլինի, ես դա նկատի չունեի։ Մի խոսքով Աստված ընդեղ նայում այս ինչ են անում, սենց պատկերացնենք սենց, հա։ Իրանք իրանց ձևով Հագարը Իսմայելը ծնվում է, մեծանում է եւ այլն։ Եվ գալիս է ժամանակ Աստված նորից հայտնում Աբրահամին։ Ասում է մյուս տարի կայցելեմ եւ դուք զորություն կառնեք զավակ ծնելու, որտեւ բնական ծնել են իրանք այդ երեխուն։ Եվ ծնվում է Իսահակը, ով խոստմունքի զավակն էր, որի մասին Պողոս Արաքյալը ասում է, որ այս խոստմունքի զավակը դա Քրիստոսն է։ Աբրահամով, որ սերունդ, այնտեղ Տերը ասում է Աբրահամին, որ քո զավակը, որ քեզանից ծնվի, իրանից ծնվելու են թագավորներ եւ իրանից ծնվելու են ազգեր։ Եվ Պողոս Արաքյալը ասում է, որ սա Քրիստոսի մասին էր ինքը ասում։ Եվ ծնվում է Իսահակը, ով պատմությունն ասում է, որ երբ որ Իսահակը կաթից կտրվեց, Աբրահամը մեծ խնջույք արեց եւ անմիջապես հաջորդ համարի մեջ գրված է, որ Աբրահամի կին Սարան տեսավ, որ ծառայից ծնված Իսմայելը ծաղրող է իր Իսահակ զավակին,
Գաղատացիներում այդ խոսքը բերում է հալածում էր խոստմունքից ծնված զավակին։ Սիրելիս, մենք առել ենք Ադամի բնույթը, որը ծառայի բնույթ եղավ, մեղքի ծառայի բնույթ եղավ, հետո եկավ խոստմունքի բնույթը, նոր դիրքը, նոր արարածը, եւ այս երկուսը իրար հետ չեն կարամնային, որովհետեւ Սարան Աբրահամին ասում է. Աբրահամ, հանիր աղախնին իր որդու հետ։ Աբրահամի համար շատ դժվար է սա երևում, եւ Աստված անձամբ հայտնում Աբրահամին ու ասում է Արանենց ու Սարան ասում, որովհետեւ իմ զավակը, որովհետեւ ժառանգորդը ծառայի որդին չի կարա լինի, այլ խոստմունքի որդին պետք է լինի ժառանգորդ։ Եվ ես ուզում եմ, որ մենք սա հասկանանք, որ մեղքի բնույթը վերստին ծնված բնույթի հետ ժառանգորդ չի կարա լինի։ Ինչ պետք է աներ Աբրահամը ու ինչ արեց, ինքը ուղղակի միտիկ ջուր, հաց տվեց Հագարին եւ Իսմայելին ու ազատ արձակեց։ Ու Աստված խոստացավ, ասես թող ծանր բան չերևա, այս քեզանից է դուրս եկել, նրան եմ ազգերի հայր դարձնելու, սերունդներ են դուրս գալու նրանից, բայց ինչ եմ ուզում շեշտադրեմ, որ չես կարա դու Հագարից ծնված այս ծառայի մտածելակերպը, ծառայի դիրքը բերես խոստմունքից ծնված վերստին ծնված դիրքի հետ խառնես, իրանք չեն կարող, իրանք միշտ հալածելու են իրար, իրանք միշտ խանգարելու են իրար, իրանք մեկտեղ չեն կարող բնակվել։ Բացի այդ, որ Աստծո ամբողջ բարեհաճությունը իր նոր արարածի տեսակի վրա։ Ամեն։ Ամեն։ Դրա համար ես ու դու կարիք ունենք, ինչպես Եփեսացիներում մեզ խոսքն ասում է, որ եւ ձեր մտքի հոգով նորոգվեք եւ կերպարանվեք, նոր մարդուն հագեք Աստծո պատկերի պես, ճշմարտության արդարությունով եւ սրբությունով ստեղծված։ Ես եւ դու ունենք այդ բնույթը։ Աբրահամ ջան, ես ունեմ այդ բնույթը, որ երբեմն ինչ որ վարք, ինչ որ խոսք, ինչ որ բան դեռ այն չի ստացում, դա չի նշանակում, որ այդ բնույթը գնաց, այն մյուսը եկավ։ Չէ, ես ունեմ, ես նորինը ունեմ։ Քանի մարմնի մեջ ենք, քանի մարմնի մեջ ենք, այո, այդ պայքարը միշտ կա։ Պայքարը միշտ կա, բայց ամբողջ խնդիրը այն է, որ Պողոս առաքյալը հստակ հորդորում է, հանեք սա։ Կողոսացներին համակում նույնպես գրում է, հին վարմունքով, հին գնացքի այդ նույն մարդը, ասում է Կողոսացներ 3-ը, սուտ մի խոսեք իրար հետ, հանեցեք հին մարդը իր գործերով։ Եթե մի բան ասում է հանեցեք, նշանակում է մենք կարանք լրիվ մերժենք նրան, որովհետև իրան գերիշխող նորը մենք արդեն ստացել ենք Քրիստոսից։ Ինչ պետք է անենք, պետք է մտածելակերպը մեր փոխենք, պետք է ճանաչողությունը ունենանք Քրիստոսի եւ մեզ նմանացնենք Քրիստոսի բնույթի հետ, ճանաչենք այն բոլորը, ինչ նա է արել, որի արածի վրա Աստծո բարեհաճությունը կա, տեղ տանք Սուրբ Հոգուն, որպեսզի նրա պտուղը մեզանից դրսևորվի։ Իրականում, եթե նայում ենք Սուրբ Հոգու պտուղները, դա Հիսուսի հատկություններն են։ Ամեն, կարողացամես։ Իհարկե։ Սուրբ Հոգու պտուղները դա Հիսուսի բնավորության գծերն են, դրսևորումներն են։ Նույն սերը, քաղցրությունը, հեզությունը, ժուժկալությունը, ամպերատարությունը, այդ ամեն ինչը մենք տեսնում ենք Քրիստոսի վարվելակերպի մեջ այն ժողովրդի հետ, որոնք որ խավարի մեջ էին, որոնք որ խնդիրների մեջ էին, անկում ապրած էին, տանուլ տված էին, դիրքները գցած էին, ինքը եկավ այդ վարվելակերպով եւ սկսեց հերթով բոլորին բարձրացնել։ Սուրբ Հոգու պտուղների մասին, այսպես է, ինքը եզակի է ասում Սուրբ Հոգու պտուղը, բայց հետաքրքիր է, որ տարբեր դրսևորումների մասին է խոսում, այստեղ կուզեմ մի բան անպայման շեշտենք։ Նա չի կարա լինի, ես որ ասեմ օրինակ Սուրբ Հոգու պտուղի այս դրսևորումն է մոտ զարգացել, այս մեկը չէ։ Համաձայն եմ։ Որտեվ երբեմն մարդը սիրում է կեղծի, սարքի, սահալը չկա։ Նրանք հավասարազոր են հասունանում, օրինակ բերենք խնձորը։ Խնձորի մեջ շատ տարբեր տեսակ վիտամիններ կա։ Դու այդ բոլորն էլ ընդունում ես։ Այո։ Թե որն է ինչքանով յուրացում, բայց դու բոլորն ես ընդունում, այսինքն եթե ես ասում Սուրբ Հոգու պտուղ ունեմ, նշանակում է այդ բոլոր հատկանիշները պիտի աշխատի իմ մեջ, հավասարազոր, հավասարաչափ։ Այո։ Այստեղ արդեն մենք հոգեությունության մեջ ենք, Աբրահամ ջան։ Արդեն ստե չեն կարա սարքենք։ Էսի շատ այնի քիչ է, ես շատ համբերող եմ, բայց քիչ օրինակի համար քիչ ժուժկալ եմ, բայց շատ համբերող։ Հա, էլի չկա տեսան չի։ Իրականում ես տեսել եմ եւ հավատում եմ, որ դա տենց է,
Սուրբ Հոգով լցված, չի գրում Սուրբ Հոգով որևէ պտուղով լցված, Սուրբ Հոգով լցված մարդուց բոլոր պտուղները դրսևորվում են։ Եվ այդ քաղցր մարդը լինելու է ժուժկալ, լինելու է համբերատար, լինելու է։ Եվ գուցե այդ տարանջատումները, տարբերությունները ոմանց մոտ կարա սենց աստվածաբանորեն խախտվի Սուրբ Հոգու պարգևների հետ խառնելով։ Պարգևները տարբեր են եւ ամեն մեկին մի բան է տրվում ընդհանուր մարմնի շինության համար, մարմինը տենց է, ձեռքը ոտք չի, ոտքը աչք չի, դա բնական է, բայց պտուղի մասով իրոք շատ ճիշտ ես ասում, Եզակի է գրած, որտեղ այդ պտուղը իր մեջ ունի դրսևորումներ, եւ եթե պտուղը եղավ, բոլոր դրսևորումները իր հետ լինելու են։ Հիմա ի՞նչն է պատճառը, ես արդեն ավարտում եմ, որ ըստ ինձ ի՞նչն է պատճառը, որ շատ ժամանակ քրիստոնյան իրան ավելի շատ այդ ասոցացնում կամ նմանեցնում է խեղճուկրակ ողորմելի հետ, միշտ կարիքավորի հետ, միշտ որ մեղքին գերի վիճակի հետ, միշտ ողորմությունն է խնդրում Աստծուն, որ իրան ազատի այս վիճակի հետ, այնինչ 2000 տարի Տերը արդեն արել է։ Պետրոս Արաքյալն ասում է, ինչպես որ նրա աստվածային զորությունը շնորհեց մեզ այն ամենը, ինչը կյանքի եւ աստվածպաշտության համար պետք է մեզ, նրան ճանաչելով եւ այլն։ Այսինքն մեզ արդեն ամեն բան արվել է, բայց երբեմն մարդը հավատացյալը ինքը իրան տեսնում ավելի շատ Ադամը դեռ կա, Ադամը դեռ արեց, որ ես սենց արեցի, Ադամն էր պատճառը, ադամական բնույթի հետևանքով էր, որ ես մեղքը գործեցի, որ սենց, բայց սիրելիս չէ որ քո համար արվել է մի թանկ բան, քո համար վճարվել է անգին մեծ հավասարը չունեցող գին, որպեսզի դու խոստմունքով ժառանգես նոր տեսակը։ Եվ խոսքն ասում է, որ երևի միակ տեղն է, որ Աստված, հա, մարդուն ասում է լսի կնկան։ Աբրահամ լսի Սարայի դուրս անի, չի կարա ծառան ժառանգի հետ բաժին մնա։ Խոստմունքի ժառանգի հետ չի կարա բաժին մնա։ Եվ մենք պետք է սա տարանջատենք։ Ես հիմա ապրում եւ վարվում եմ դրդված հին ադամական բնույթից, նրա բնավորությունից, նրա մեղսալից բնույթից, թե ես ասոցացնում եմ ինձ նրա հետ, որ Քրիստոսի հետ խաչը ելա, Քրիստոսի խաչը իմ խաչը չէ, Քրիստոսի հետ խաչը ելա, Քրիստոսի հետ խաչված ժամանակվանից հետո էլ մարմինը խափանված է մեղքի համար, ես ինձ սենց եմ տեսնում, թե դեռ տեսնում եմ, որ դա կա, դա ուժեղ է, դա ինձ հաղթում է, սելից չի կար ադամական բնույթը այդքան ուժեղ լինի, որ քեզ տարիներով պահի մեղքի կյանքի մեջ։ Խնդիրը մեր մտածելակերպի չնորոգելն է եւ խնդիրը ըստ իս Սուրբ Հոգու հետ հաղորդակցության պակասն է։ Աբրահամ ջան, ես սենց եմ տեսնում, որտեղ մեզ համար արված ու տրված ու շնորհված է ամեն բան, որպեսզի մենք ունենանք այն լիությունը, որպեսզի մեր ապրած կյանքը ցույց տա Քրիստոսի տեսակը, վերականգնված դիրքը եւ Աստծո բարեհաճությունը լինի մեր վրա։ Ամեն։ Ամեն։ Այսքանը կասեմ, չգիտեմ որքանով կարացա խոսքս փոխանցեմ եւ տեսակի կարեւորությունը փոխանցեմ։ Մենք դա մի 3 րոպե ունենք, ես հարց եմ ուզում բարձրացնել, որովհետեւ սա շատ ոնց ասեմ, անգամներ եղել է, որ այս հարցը ես բարձրացրել եմ, շատ տարբեր եղբայրների հետ որ եղել են այստեղ, հիմա էլ եմ ուզում բարձրացնել, որովհետեւ երբեմն սխալ պատկերացում ունենք հարց եմ տալիս։ Եթե մեկը Քրիստոսի մեջ է, նոր արարած է, չէ՞, տենց ասում։ Ինչ է նշանակում Քրիստոսի մեջ։ Սա շատ կարևոր է։ Ինչ ես պատկերացնում, երբ որ դու ասում ես Քրիստոսի մեջ։ Հա, դե Հիսուսի անունը շատ եմ տալիս, դավանում եմ, որ ես Հիսուսի մեջ եմ։ Ես տրամադրված եմ, հասկանում ես։ Ես համոզում եմ, ինձ եղբայրն ասել, որ դու շատ ես գալի եկեղեցի, ծառայություններ ես անում, հա, քարոզում ես էլ, երգում ես էլ, ուրեմն դու Քրիստոսի մեջ ես, եղբայրս։ Մի քիչ որ թվարկեցիր արժանինքներ են։ Հետևանքներ են, ինչու արժանինքներ են։ Այ նայ Ես Հովանու 1:14-ն եմ եկա ասա, 1:12-14։ Եկավ իրանների մոտ, իրանները նրան չընդունեցին, բայց որոնք որ ընդունեցին հավատալով նրա անվանը, նրանց տրվեց իշխանություն լինելու Աստծո որդիներ։ Եվ հավատալով Հիսուս Քրիստոսին ինձ տրվեց նոր ծնունդ, նոր տեսակ, որով ես միացա Քրիստոսին եւ եղա Քրիստոսի մեջ։ Հավատալով, հավատքով, ես հավատքով եմ ընդունում։ Ախպերս իմ մեղքերը ներված են, ինչ գիտեմ Աբրահամ ջան, ես հավատքով եմ ընդունում։ Հասկանում եմ Սուրբ Հոգին եւ շոշափելի ես տեսել եմ այդ փոփոխություն իմ կյանքում։ Շատ լավ ես ասում եւ դա ընդունելի է։ Ես չեմ ասում, բայց գիտես ինչ, ինքը արմատական
գիտակցություն ունի իր մեջ, երբ որ մենք ասում ենք հավատում եմ, մենք չենք կարող նախ արի համաձայնենք, որ մարդը որքան էլ որ ուզի, չի կարող հավատա։ Ես չեմ կարող հավատամ։ Ինձ ռեսուրսա պես պետք հավատալու։ Հիմք ռեսուրս։ Շատ լավ։ Այդ ռեսուրսը վկայությունա պետք է զորը։ Բացի հա, ես վկայությունա պետք որ դու հավատաս։ Նայ, դրա բանաձևը շատ լավ է գրված։ Պողոս Արաքյանն ինչ ասում է, տես հավատքի հիմքը, հավատքը լսելուց Աստծո խոսքից։ Նկատում ես հավատքը, եթե չկա Աստծո խոսք, չկա հավատք։ Ես չեմ կարող դա կազմակերպեմ։ Չկա խոսք, չկա հավատք, այո։ Խոսքն է տենց։ Խոսքը կա հավատք։ Չկա խոսք, չկա հավատք։ Հավատք ինչի նկատմամբ, նրա խոսքի նկատմամբ։ Խոսքը մեր մեջ հավատքը հարուցում, խոսքի նկատմամբ։ Նկատում ես ինչ հետաքրքիր է։ Ինքն է դա մեր մեջ կազմակերպում այդ հավատքը, որովհետև շատ սխալ պատկերացումներ կա հավատքի մասին։ Կարա թվատ հավատքը, բայց չլինի հավատք։ Այո, կարամ ես ինչ-որ համոզեմ, բայց դա գիտելիք լինի։ Իսկ խոսքը ով էր։ Խոսքը ինքը մեր Տեր Հիսուսն է։ Հիսուսն է, այսինքն Քրիստոսի մեջ մենք նոր արարած ենք, նշանակում է, որ եթե մենք խոսքը ունենք, այդ խոսքը ունի զորություն մեզ վերստին ծնունդ տալու եւ դարձնելու նոր արարած իր արարածի տեսակի պես։ Այո, ոչ թե անգիր արած խոսքը, այլ ուսումնասիրված, բացահայտված խոսքը եւ ընկալված վերահայտված, որը որ ներսը չէ որ Ադամի մոտ խնդիրը ներսից էր, Աստված տեսավ նրանց սրտի խորհուրդների գաղափարները չար էին ամեն օր։ Նոր կտակարանի կոնտեքստում Եզեկիել մարգարեն եւ Երեմիա մարգարեն մարգարեացել են, որ կգա որ կհավաքեմ իմ ժողովուրդը։ Նրանց քարեղեն սիրտը կփոխեմ մսեղեն սիրտը տամ։ Իմ խոսքերը կգրեմ այդ սրտերում, իմ հոգին կտամ նրանց։ Ալելույա։ Որ նրանք գնան իմ օրենքներում եւ պատվիրաններում լինեն ինձ ժողովուրդ, ես եմ նրանց Աստված։ Այս սա է հիմքը։ Եվ դրա համար որպեսզի թվացial չլինի, իմ ասած որ զգալով է, որպեսզի թվացial չլինի, մարդը իր սրտից բխածից, սրտի մեջ գրված օրենքից ապրելով ջոգելու է, ինքը Աստծունա թե չէ, ինքը հասկանալու, ինքը վերստին ծնված է թե չէ։ Միանշանակ։ Եվ ես ուզում եմ նորից ասեմ, որ իրականում այս process-ը շատերի մոտ տեղի է ունեցել, խնդիրը սա է, բայց իրանք չեն նայում այդ դիրքին, չեն նայում այդ վերականգնված վիճակին, նա ասոցացնում են իրենց ադամականի հետ։ Սիրելիս, պետք է դադարենք մեզ ասոցացնել, նմանեցնել հին Ադամի հետ։ Ադամի պետքա դուրս անվի, հանեք հին մարդը եւ ապրեք այն վերստին ծնվածով։ Օգնեք դա զարգանա, օգնեք դաճի, այո, նպաստեք դաճի, որովհետեւ այդ ապրելակերպի մեջ է։ Դու նկատում ես, որ Պողոս Արաքյանը, երբ որ ասում է Քրիստոսի մեջ, ինքը շեշտ է դնում դրա վրա։ Շեշտը Քրիստոսով է։ Ամեն։ Միանշանակ։ Կենտրոնում մեր կյանքի, այո, ամենտեղ, ամեն ինչում մեր իմաստը, նպատակը, ինչ ասեմ։ Ինչ խոսացի, եթե չլիներ ինքը, չլինի Իրանով ինչ նոր մարդու մասին է խոսքը, չէ։ Միանշանակ։ Եվ մի խոսք Հովանու ավետարանից մենք սիրենք նրան, որովհետև առաջ նա սիրեց մեզ։ Եթե մեկն ասում է, թե սիրում եմ Աստծուն եւ իր եղբորն, ատեն ասատախոս է, որովհետև նա, որ իր տեսած եղբորը չի սիրում, Աստծուն, որ չի տեսել, ինչպես կարող է սիրել։ Այս պատվիրանքը ունենք, թե նա, որ Աստծուն սիրում է, իր եղբորն էլ կսիրի։ Ես ուզում եմ ասեմ, որ սա եւս մի հատ ոնց որ նշույլ է, որով դու կարողանում ես իմանալ, դու չափանիշ է, դու Աստծուն ես թե չէ։ Աստծուց սիրողն է Աստծուն։ Մի ուրիշ հենա խոսքից խոսք բա, մի ուրիշ խոսք էլ հիշենք Հիսուսի ասածն ինքն է ասա, սա շատ կարևոր է։ Իմ աշակերտները ասում է նա է ինձ սիրողը, որին պատվիրանները ունի եւ պահում է, եւ հայրս էլ նրան կսիրի եւ ես եւ հայրը կգտնեմ, չէ, եւ ես կսիրեմ նրան եւ ինձ կհայտնեմ Հովանու 10:21։ Սա ինչ են ասում, սա բանաձև է։ Այո։ Այս բանաձևը չլինի, մենք ինչ ենք իմանալու, սիրում ենք, չենք սիրում։ Հենց նաեւ լավ բան հիշեցրեցիր։ Հենց նոր արարվածին Քրիստոս ինքը ժամանակ հայտնի է անում իրան։ Այո, նոր արարվածին, որտեղ եթե ես մենակ ասեմ նոր արարված եմ, բայց Քրիստոս հայտնությունները չունենամ, ինչ-որ մի բան կարծես թե միակողմանի է, բայց լավ հիշեցրեցիր այդ խոսքը, որ Հիսուս ինքը հայտնում է իրան այդ տեսակի։ Եվ միայն այդ դեպքում, եթե մենք ունենք նրա խոսքով
պատվիրանը եւ հեղինակություն ամերիկյանքում։ Մերսի եղբայրս։ Տերորդի ձեզ։ Շատ կարևոր թեմա, հիմնային հարց էր, որ բարձրացավ։ Նորից մեր մեջ թարմացնելու, այո, ես միշտ սիրում եմ ասում, եկեք ցուցիչներով առաջնորդվենք։ Սա նրա ասածներով, կարծիքներով, պատկերացնելով, երևակայելով, հոգեվոր կյանք չի լինի, չի աշխատում։ Սովորենք բանաձևերը, շատ բանաձևեր կա, ավետ ցուցիչներ կա, որոնցով մենք հասկանում ենք ուր ենք հասել մեր հոգեվոր կյանքում։ Որդի ենք, որդի չենք, ծառայ ենք, բարեկամ ենք, էլի։ Հիսուսը մի տեղ եկավ, որ իր աշակերտներին ասեց, դուք էլ իմ ծառաները չեք։ Այո, ես ձեզ բարեկամ ասեց։ Դուք իմ բարեկամներն եք, կան ստատուսներ կան ստեղ։ Այդպես նաև Աստված ասեց Աբրահամին։ Աբրահամին բարեկամը սա նրանից շեմ թաքսին ինչ-որ։ Մովսեսի համար էլ ասեց։ Այո։ Բայց հետոյում մենք տեսնում ենք, որ բարեկամից բարձր ավելի Աստծո զավակը հավաքություն։ Աստծո զավակը, որովհետև իտոգում բարեկամը չի դաժե ժառանգ, զավակն է ժառանգ։ Ամեն։ Համար Քրիստոսով նորարարած ինքը ժառանգորդն է։ Ստեղծվածները չեն սպասում բարեկամներին, սպասում են Աստծո որդիների հայտնությանը։ Ամեն։ Այո, այսօրվա զրույցը Աստծո որդիների մասին էր, սելի քուրերի եղբայրներ։ Սելի Աստծո զավակներ։ Այո, սելի Աստծո զավակներ եւ ամենակարևորն էլ այս թեմայի հենց կիզակետը սա է, որ մենք Աստծուց նոր բան չենք սպասում, որ նա մեզ տա, այլ մենք ուզում ենք, որ մենք նորը լինենք։ Սրանք տարբեր մտածելակերպեր են։ Նոր լինենք Քրիստոսի մեջ։ Քրիստոնյաներ կան, որ միշտ Աստծուց նոր բաներ են, ինչպես հրյաները Հիսուսին ասեցին, չէ՞, մեզ ինչ նոր բան ցույց կտաս, որ հավատանք քեզ։ Շատ հետաքրքիր է, կարևոր թեմա է Տերորդի Վարդան եղբայր։ Իդեպ ասեմ, որ Վարդան եղբայրը լավ բիզնես ունի, ֆոտո ստուդիա ունի, որտեղ նկարում են ընտանիքներ, մանկական նկարներ, տարազներով։ Իրեն քեզ ոնց գտնենք։ Alpha Photo.studio Instagram-ան էջում։ Alpha Photo.studio։ Կարող եք գնալ իր մոտ, կենտրոնում է ստուդիան, այսօր համեցեք։ Մենք Եղբայր ասում ես կարելի է որ ռեկլամանենք, ինչու՞ չէ, ես միանշանակ դրան կողմ եմ, մանավանդ որ մեր եղբայր քույրերը ովքեր կուզեն, որ գալիս են, թող նախորդ ասեն, որ Աստծո ժողովրդից են, մենք ոչ միայն ասեն ժամով նկարում ճանապարհում ենք, Աբրահամ ջան, դու էլ ես հավիրված, մի օր կգաս կտեսնես, այլ մենք ունենում ենք ժամ իրար հետ շփվելու, որովհետև սա մեր համար շատ կարևոր է։ Իրար հետ կարող սուրճ խոսանք, շփվենք, ճանաչենք իրար, մենք կարիք ունենք։ Իրականում մենք մի մարմին ենք Քրիստոսի։ Ես մի հատ հետաքրքիր բան եմ ասել, գիտես նկարը, նոր նկար ինչ կարևոր է։ Համել մի հատ ինքդ քեզ կտենաս, հնից կտարել, նոր բան երևում է, չէ դեմքից։ Եթե մինչև ապաշխարել է նկարը, արի նոր իրար կողմի դեպքերը դա չէ։ Տարբերությունը կնեք։ Իրականում նոր արած մարդու դեմքի ժպիտ կա։ Միանշանակ աչքերը բա, վերաբերմունքը, այո։ Նենց որ դա կարող լուսանկարել։ Ժամանակ տարին գոնե երկու անգամ որպեսի մենք էլ տարբերությունը նկատենք ամեն լուքի հետ, ամեն շորի հետ։ Հա, գալիս է նկարում։ Շատ հետաքրքիր։ Շատ լավ, Վարդան եղբայր, շնորհակալ ենք շատ։ Ես եմ շատ շնորհակալ։ Տերորդի հրաշալի այս թեմայի համար եղբայրս եւ քո աղոթքով կխնդրեմ ավարտենք եթերը։ Մեր երկնավոր Հայր, մեր սքանչելի Տեր Հիսուս, մենք շնորհակալ ենք այս առավոտի համար։ Շնորհակալ ենք այն խոսքի համար, որ մեզ տալիս ես Տեր, որ իրականում կարողանանք տարբերել քո արած գործը եւ քո արած գործի հետևանքով ով ենք մենք դառել սքանչելի մեր Տեր Հիսուս ամեն բանից առաջ ուզում եմ անկեղծ եւ սրտանց ողջ փառքը պատիվը մեծությունը քեզ բարձրացնել որովհետեւ ես այստեղ նստած չէի լինի եթե քո արած խաչի վրա տարած հաղթությունը չէր լինի ես չէի լինի Տեր եթե սատանան խայտարակ պարտված չլիներ եւ դու փառավոր հաղթանակած չլիներ ես ուզում եմ օրհնեմ բոլոր նրանց ովքեր լսել են ովքեր այս թեմայի մասին մտածում եմ ես աղոթում եմ նրանց համար ովքեր որ դեռ չեն հասկացել ինչ է իրանց շնորհված Տեր որ դու բացես այն բոլոր բարիքները այն բոլոր ճանաչողությունը թե ով եղան իրանք քո շնորհով իմ Տեր
Մենք այս ամենի համար գոհությունը, ողջ փառքը քեզ ենք տալիս Հիսուսի անունով եւ մաղթում եմ օրհնված օր, օրհնված առավոտ բոլոր բնակավարներում Հիսուսի անունով։ Ամեն։ Ամեն։ Փառքես Տեր։ Վարդանախվեր, շնորհակալ եմ Տեր օրհնի քեզ, հաջողված եւ պատղաբեր եղիր, քո գործերը, ընտանիքդ, եկեղեցին, որտեղ ծառայում ես։ Ցելի քուրեր եղբայրներ, այսպեսին էր մեր եթերը, շատ եմ ափսոսում, որ ոմանք չկիսվեցին այս եթերը իրենց ընկերների հետ, շատ ափսոս։ Լավ կլիներ, դու էլ մասը բաժին կունենայիր այս եթերի մեջ, հա? Հետո կարան։ Հա, անպայման։ Կիսվեք հետո։ Հետո ասեմ, որ YouTube-յան ալիքով էլ է գնում, արդեն մենք կանալ ունենք եւ պատին դրած է Facebook-յան, YouTube-յան կանալը, ասեմ, որ շատ կարեւոր է, որ մտնեք եւ ուրեմն բաժանորդագրվեք YouTube-յան կանալով, դա մեզ համար էլ է օգտակար, մեր ստուդիայի համար, որովհետև YouTube արդեն մանետիզացված, այսինքն դա նշանակում է, որ որքան շատ դիտող լինի, այս ծառայության համար դրամ կգա, այլևս դու կարիք չես ունենա քո գրպանից դրամ տնելու, թեպետ ասեմ, անցած ամիս ընդամենը 10,000 դրամ էր եկել եւ դրա համար էլ շատ շնորհակալ եմ, փարտիրոջը դրա համար, բայց ծախսել ունենք փակելու ամեն ամիս վերջը հոսանքի ինտերնետի ինչևից է Տերը հոգում այդ կարիքը բայց եթե բաժանորդագրվես YouTube-յան ալիքում գոնե դրանով օգտակար կլինես այս ծառայությանը Տեր օրհնի ձեզ մնացեք խաղաղությամբ առաջ Աստված կհանդիպենք վաղ առավոտյան ժամը 9-ին Մարանաթա Տերը շուտով գալու է Մարանաթա